Վանի տիրակալները հաճախ են կազմակերպում ռազմամարզական միջոցառումներ։ Այս արձանագրությամբ Մենուա-արքան հավերժացրել է այդպիսի մի միջոցառման ժամանակ գրանցված բացառիկ արդյունքը։ Խալդյան զորությամբ Մենուա Իշպուի որդին ասում է. հենց այստեղից Արձիբի անունով նժույգը Մենուայի տակ ցատկեց 22 կանգուն։ Կանգունը հավասար էր 51,8 սանտիմետրի, այսինքն 22 կանգունը կլինի 11 մետր 39 սանտիմետր։ Մենուայի Արձիբի նժույգի սահմանած ռեկորդը պահպանվել է 28 դար, մինչև 1975 թվականը։ Մենուայի որդու Արգիշտի առաջինի օրոք Քրիստոսից առաջ 786-ից 764 թվականներին Վանա տերությունը հասավ աննախադեպ հաջողությունների։ Նրա տիրապետության սահմանները ձգվում էին Ուրմիա լճի հարավային ափերից մինչև Ջավախք ներառյալ, Սևանա լճի ավազանից և Կուրգետից մինչև Մելիտիա և Թաբալ երկրներ, Մասիուս և Կորդված լեռներից մինչև Ջորոխի ավազան։ Արգիշտի առաջինը հիմնեց նոր քաղաքամրոցներ։ Դրանցից նշանավոր էր հատկապես Էրեբունին, հիմնված Քրիստոսից առաջ 782 թվականին, որը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի հիմքը դարձավ։ Խալդյան մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս ամրոցը հոյակապ կառուցեց, հաստատեց Էրեբունի անունը ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է. հողը ամայի էր, ես հզոր մեծագործություններ կատարեցի այստեղ։ Խալդյան մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, արքա է հզոր, արքա մեծ, արքա Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի։ Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց Արարատյան դաշտում արքան հիմնեց մի նոր քաղաք ամրոց՝ Արգիշտի Խինիլին, հին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ։ Դրանք դարձան Արգիշտի առաջինի տերության հյուսիսային գլխավոր հենակետերը։ Արգիշտի առաջինը Արգիշտի Խինիլի անունով մեկ այլ քաղաք ևս կառուցեց Մուշի շրջանում։ Հայկական լեռնաշխարհը և որոշ հարակից շրջաններ մեկ պետության մեջ միավորելով Արգիշտի առաջինը արտաքին քաղաքականության հիմնական սլաքը ուղղեց Ասորեստանի դեմ, պայքարելով առաջավոր Ասիայում միանձնյա գերիշխանության համար։ Հատկանշական է, որ ուղիղ պատերազմներից բացի Արգիշտի առաջինը փորձում էր խնդիրը լուծել աշխարհաքաղաքական մեծածավալ գործողություններով, որոնց արդյունքում Ասորեստանը պետք է ոչնչացվեր, ենթարկվելով լիակատար շրջափակման։ Այդ նպատակով Արգիշտի առաջինը իրանական սարահարթի արևմուտքով դեպի հարավ նվաճումներ կատարելով հասավ Բաբելոն, Բաբիլու քաղաքի երկիր։ Դրանով փակվեցին արևելքից եկող հունքի ճանապարհները դեպի Ասորեստան, որը շրջափակման ենթարկվեց հյուսիսից, արևելքից և հարավից։ Դրանից հետո սկսվում են աշխատանքներ Ասորեստանը նաև արևմուտքից արգելափակելու ուղղությամբ, մի քաղաքականություն, որը հետագայում կշարունակի նրա որդի և հաջորդ Սարդուրի երկրորդը։ Արգիշտի առաջինի արտաքին քաղաքականության մեջ շատ հետաքրքիր փաստեր ենք տեսնում հյուսիսային ուղղությամբ։ Հայտնի է, որ նրա բուն թագավորության ամենահյուսիսային շրջանը Ջավախքն էր, որը սեպագրում հիշվում է Զաբախա անվամբ։ Սակայն հնագիտական պեղումների տվյալները մեզ շատ ավելի հյուսիս են տանում։ Մասնավորապես հյուսիսային Կովկասում հայտնաբերվել է դամբարան, որում թաղված զորավարի սաղավարտին սեպագիր արձանագրությամբ գրված էր Արգիշտի առաջինի անունը։ Եվ այդ գտածոն եզակի չէր։ Նույնպիսի սաղավարտներ են հայտնաբերվել նաև Աբխազիայում, Օսիայում և Թարախքում, Ջավախքի հարևանությամբ։
Դրանք ուրվագծում են Արգիշտի առաջինի քաղաքական ազդեցության և հետաքրքրության շրջանակները հյուսիսային ուղղությամբ, որոնք տարածվել են Մեծ Կովկասի լեռներից էլ հյուսիս։ Փաստորեն մենք տեսնում ենք, որ Արգիշտի առաջինի օրոք Վանի թագավորությունը ոչ միայն ամբողջ հայկական լեռնաշխարհը ընդգրկեց եւ նվաճեց նաեւ հարևան մի շարք երկրներ, այլ Արգիշտի առաջինի քաղաքական ազդեցության ոլորտները ձգվել են հյուսիսում հյուսիսային Կովկասից մինչև հարավում Պարսից ծոց։ Համաշխարհային պատմագրության մեջ հազվագյուտ կարելի է հանդիպել դեպքերի, երբ տվյալ արքան կամ զորավարը խոստովանում է իր հակառակորդի ուժը, հզորությունը։ Այդպիսի հազվագյուտ խոստովանություններից մեկը մենք ունենք Արգիշտի առաջինի ժամանակ։ Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատար Շամշուիլուն խոստովանում է Արգիշտիի մասին, որ նրա անունն իսկ ահարկու է ինչպես ծանր հող։ Վանի թագավորության հզորացումը շարունակվում է նաև Արգիշտի առաջինի հաջորդի, Սարդուրի երկրորդի օրոք, Քրիստոսից առաջ 764-ից 735 թվականները։ Նրա գահակալման ժամանակաշրջանում Վանի տիրապետությունը ունեցել է տարածքային ամենամեծ աճը։ Հյուսիսում նրա տիրապետությունը հասնում էր Սև ծով, ներառելով Կուլխա, Կոլխիդա երկիրը։ Տերության հյուսիսարևելյան սահմանը հասնում էր Կուր գետին։ Առաջին անգամ սեպագիր արձանագրություններում Արցախը Ուրտեղի անվամբ հիշատակում է Սարդուրի երկրորդը։ Արևելքում տերության սահմանը հասնում էր Կասպից ծով, իսկ արևմուտքում Փոքր Ասիա։ Կրկնելով հոր Արգիշտի առաջինի հարավային հաղթարշավը, Սարդուրի երկրորդը վերագրավեց Բաբելոնիան և ամրապնդեց սահմանը մինչև Պարսից ծոց։ Արշավեց Սարդուրի Արգիշտորդին։ Սարդուրին ասում է. «Արշավեցի Բաբիլոնի երկրի վրա, գրավեցի Բաբիլոնի երկիրը, ապա հասա մինչև Բարուաթա երկիրը»։ Խալդյան մեծությամբ Սարդուրին ասում է. «Գրավեցի 3 ամրոց, որ ամրացված էին, կռվում գրավեցի, 23 քաղաք մեկ օրում նվաճեցի, ամրոցներն ավերեցի, քաղաքներն այրեցի, երկիրը յուրացրի»։ Կարևոր էր արքայի հարավ-արևմտյան քաղաքականությունը, որը կապվում էր Միջերկրական ծովի հետ։ Սարդուրի երկրորդին հաջողվեց այդ ուղղությամբ հասնել աննախադեպ հաջողության, որը չէր ունեցել իր նախորդներից որևէ մեկը։ Նա տիրեց Դամասկոսի թագավորությանը, որը հայտնի էր նաև Ռուիշյանի անվամբ, և վերահսկողություն սահմանեց Միջերկրական ծովի արևելյան ավազանում։ Այդտեղից նա պատրաստվում էր Եփրատի հովտով նվաճելով հասնել մինչև Բաբելոն, որը կարող էր լիակատար շրջափակմամբ անկման հասցնել Ասորեստանը։ Փաստորեն Մենուայի կառավարման օրոք Վանի տերությունը դարձավ առաջավոր Ասիայի հզորագույն ուժերից մեկը, իսկ Արգիշտի առաջինի և Սարդուրի երկրորդի օրոք տարածաշրջանի միանձնյա առաջատարն էր։ Դա տևեց ավելի քան կես դար։ Սարդուրի երկրորդը ստեղծեց մի տերություն, որի սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև։ Ասորեստանը լիակատար շրջափակման ենթարկելու և ոչնչացնելու Վանի տերության ծրագրերը, սակայն, չիրականացան։ Ասորեստանի արքա Թիգլատ Պալասար երրորդին հաջողվեց Քրիստոսից առաջ 743 թվականին այսօրվա Սիրիայի տարածքում կասեցնել Սարդուրի երկրորդի առաջխաղացումը դեպի հարավ, որով Ասորեստանը փրկվեց լիակատար շրջափակման մեջանքներից։ Իսկ դրանից 8 տարի անց, Քրիստոսից առաջ 735 թվականին, նա արշավանք ձեռնարկեց դեպի Տուշպա Վան մայրաքաղաք։ Թեպետ մայրաքաղաքը գրավել նա չկարողացավ, սակայն այդ արշավանքով Ասորեստանը վերականգնեց նախկին դիրքերը, Վանի տերության հետ դառնալով առաջավոր Ասիայի երկու հզորագույն տերություններից մեկը։
Հայոց պատմության մեջ ավելի փառաբանված է Արգիշտի առաջինը, քան նրա հաջորդ Սարդուրի երկրորդը, թեպետ վերջինս ավելի մեծ տարածքներ է նվաճել։ Դա ունի երկու պատճառ։ Արգիշտին մինչև վերջ մնաց անպարտելի, իսկ Սարդուրի երկրորդը իշխանության վերջին շրջանում անհաջողություններ եւ կորուստներ ունեցավ։ Եվ երկրորդ, Արգիշտի առաջինը դարձավ հիմնադիրը Էրեբունի Երևանի, որն այսօր աշխարհասփյուր հայության մայրաքաղաքն է։ Ասորեստանի եւ Արարատ Ուրարտուի պայքարն իր կիզակետին հասավ Ասորեստանի արքա Սարգոն II-ի եւ Վանի տիրակալ Ռուսա առաջինի ժամանակ։ Երկու երկրների միջև պատերազմները մղվում էին փոփոխական հաջողությամբ, սկզբում Վանի թագավորության հաղթանակներով։ Քրիստոսից առաջ 714 թվականին Սարգոն II-ը հաջողությամբ օգտվեց կիմերների ռազմաշունչ ցեղերի ասպատակություններից, որոնք Վանի թագավորություն էին ներխուժել հյուսիսից։ Երկու ճակատից հարձակման ենթարկվելով Ռուսա առաջինն անհաջողություններ կրեց։ Ռուսա առաջինը որոշ կորուստներ ունեցավ հատկապես հարավային ուղղությամբ, սակայն հետագա տարիներին նա եւ նրա հաջորդ Արգիշտի երկրորդը վերականգնեցին պետության դիրքերը տարածաշրջանում։ Քրիստոսից առաջ 714 թվականի արշավանքից վերադարձի ճանապարհին Սարգոն II-ը թալանեց Խալդի Աստծո գլխավոր տաճարը Արդինի Մուսասիրում։ Իր իսկ վկայությամբ նա տաճարից թալանել է մի քանի տոննա կշռող ոսկյա եւ արծաթե արձաններ, թանկարժեք իրեր, հսկայական քանակությամբ մետաղյա զենք ու զինամթերք։ Հետաքրքիր է, որ այդ ժամանակ մենք վկայված ենք տեսնում թագավորական նախնիների պաշտամունքը Հայաստանում։ Սարգոնը հիշատակում է, որ Արդինի Մուսասիրում աստվածների արձանների կողքին դրված էին Ռուսա առաջինի հոր եւ պապի, Արգիշտի առաջինի եւ Սարդուրի երկրորդի արձանները, որոնք պսակված էին աստղով, աստվածայնության նշանով։ Վանի թագավորությունը շարունակեց մնալ առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը նաև Ռուսա առաջինի հաջորդներ Արգիշտի երկրորդի եւ Ռուսա երկրորդի օրոք։ Սակայն միջազգային իրադրությունը փոխվեց։ Քրիստոսից առաջ 8-րդ դարավերջին տարածաշրջանում հայտնվում են նոր ուժեր եւ Վանի թագավորությունն ու Ասորեստանը սկսում են խուսափել հակամարտությունից եւ փնտրել մերձեցման եզրեր։ Վանի արքաները հրաժարվեցին հարավային ակտիվ քաղաքականությունից եւ ավելի շատ սկսեցին ուշադրություն դարձնել արևելյան, արևմտյան եւ հյուսիսային ուղությունների։ Արգիշտի երկրորդն ավելի նշանավորվեց արևելյան ուղությամբ կատարած արշավանքներով, որոնց արդյունքում նա տիրեց գրեթե ողջ ապագա Ատրպատականին, հավանաբար այդ ուղությամբ հասնելով Կասպից ծով։ Նրա այդ գործունեության մասին են վկայում Ատրպատականի տարածքում թողած արձանագրությունները։ Նաեւ Գիլանից գտնված ապարանջանները, սեպագիր գրություններով։ Հատկապես նշանավոր էին Արգիշտի երկրորդի որդու, Ռուսա երկրորդի գահակալության տարիները, Քրիստոսից առաջ 680-ից 650-ական թվականները, որոնք որոշ ուսումնասիրողներ անվանում են Ուրարտուի վերածննդի ժամանակաշրջան։ Նա արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ արձանագրեց արևմուտքում հասնելով փոքր Ասիայի կենտրոն եւ տիրելով 5 երկրների։ Ռուսա երկրորդին հաջողվեց բարեկամական հարաբերություններ հաստատել կիմերների հետ եւ նպաստել, որ նրանք տեղափոխվեն փոքր Ասիայի արևելք, ապագա Կապադովկիայի տարածք։ Այնուհետև փոքր Ասիայի տարածքից Ռուսա երկրորդը կարողացավ կիմերներին ուղղորդել Ասորեստանի դեմ։ Մեզ հասել են ասորեստանյան արձանագրություններ, որտեղ Ասորեստանի արքան հարցում է կատարում իր քրմերի միջոցով գերագույն աստված Աշուրին եւ հարց է տալիս սարսափած. արդյոք կիմերները Ռուսայի հետ չեն արշավի մեր երկրի վրա։ Փաստորեն իր 50-ամյա թշնամուն տեղափոխեց, դարձրեց հարևան եւ դաշնակից եւ այնտեղից Կապադովկիայի տարածքից ուղղորդեց իր դարավոր թշնամի Ասորեստանի դեմ։ Սա
բացառիկ ֆենոմենալ դիվանագիտական տաղանդի տեր մի անձնավորություն է։ Եվ եթե այսօր Ուրարտուի ժառանգորդը լիներ ոչ թե փոքրիկ Հայաստանը, այլ այսօրվա մեծ տերություններից մեկը, մենք հավանաբար Ռուսա II անունը դիվանագիտության պատմության բոլոր ձեռնարկներում պետք է կարդայինք հատուկ ընդգծված, գուցե հատուկ բաժիններ նրան նվիրված։ Ռուսա II կատարեց բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որոնցից էր Թեշեբայինի Կարմիր Բլուր քաղաքի կառուցումը ներկայիս Երևանի տարածքում։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեշեբային։ Արգիշտի երկրորդի որդին Ռուսա II կառուցել է այս քաղաքը։ Եվ այս քաղաքը կառուցելու համար նրան անհրաժեշտ եղել հսկայական քանակի բանող ուժ, ստրուկներ և միջոցներ։ Ահա նրա աշխատանքները դեպի Կոմագեն, դեպի հյուսիս, դեպի արևելք հնարավորություն ստեղծեցին վիթխարի միջոցներ կենտրոնացնել թագավորության ձեռքում և կառուցել Ռուսա երկրորդի ամենափառապանծ գործը Թեշեբայինի քաղաքը։ Թեշեբայինի քաղաքի պեղումներից վերջին տարիներին գտնված նյութերի հնեակենսաբանական վերլուծության արդյունքները փաստում են, որ Վանի թագավորության շրջանի հայկական լեռնաշխարհի բնակիչների և այսօրվա հայերի ԴՆԹ-ն լիովին համապատասխանում են։ Նույնպիսի համապատասխանությունը արձանագրվել նաև այսօրվա հայերի և հայկական լեռնաշխարհի ավելի վաղ ժամանակաշրջանների Քրիստոսից առաջ 4-ից 3-րդ հազարամյակների բնակիչների ԴՆԹ-ի միջև։ Այսինքն հնեակենսաբանական հետազոտությունների արդյունքները վկայում են առնվազն վերջին 5-ից 6 հազար տարվա ընթացքում հայկական լեռնաշխարհում հայկական գեների անընդհատության և գերիշխող դիրք ունենալու մասին։ Ռուսա II-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Վանի արքաներից վերջինը, որ հիշատակվում է ստույգ թվականով, նրա որդի Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան աղբյուրներում հիշվում է որպես համեստ մի թագավոր։ Սարդուրի III-ից հետո հայտնի են հատուկ տեղեկություններ։ Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը ստույգ հայտնի չէ։ Պատճառը փաստերի խիստ սակավությունն է։ Տեղական և անկում ապրող Ասորեստանի սեպագիր արձանագրությունները չեն լուսաբանում այս հարցը։ Իսկ նոր բաբելոնյան թագավորության բնագրերում և Աստվածաշնչում պահպանված հատուկեն տեղեկությունները հստակ չեն, վերաբերում են Վանի թագավորությանը, թե դրան հաջորդած հայկական մյուս պետությանը, քանի որ երկուսն էլ հանդես են գալիս միևնույն Ուրարտու և Արարատ անվանումներով։ Ինչ վերաբերում է նոր բաբելոնյան ժամանակաշրջանին, ապա մենք չունենք ստույգ տեղեկություններ Ուրարտուի մասին։ Հետևապես մենք չգիտենք, թե ինչ պատահեց Ուրարտուի հետ Քրիստոսից առաջ 7-րդ դարի կեսից հետո։ Իսկ նոր բաբելոնյան ժամանակաշրջանը սկսում է Նաբուպալասարի կառավարումով Քրիստոսից առաջ 625 թվականին։ Որոշ հեղինակներ կարծում են, որ Ուրարտուն կործանվել է Քրիստոսից առաջ 640 թվականին, մինչդեռ ուրիշները ցանկանում են տեսնել շարունակականություն, կարծելով, որ Ուրարտուն պահպանվել է մինչև Քրիստոսից առաջ 6-րդ դարի առաջին քառորդը։ Վանի թագավորության անկման մասին գիտության մեջ արտահայտված բազմաթիվ տեսակետներից այսօր մերժված կարելի է համարել թագավորության պատմությունը մինչև Քրիստոսից առաջ 580-ական թվականներ հասցնելը։ Շարունակվում է հարցի քննարկումը. կարող էր արդյոք պետությունն անկում ապրել Քրիստոսից առաջ մոտ 640 թվականին երկրաբանական աղետների հետևանքով։ Ուշագրավ լինելով հանդերձ, այս տեսակետը դեռևս բավարար չափով փաստարկված չէ։ Առավել հավանական կարելի է համարել տեսակետը, որի համաձայն Վանի թագավորությունը պետք է անկում ապրեր Քրիստոսից առաջ 609 թվին կամ մինչ այդ թվականը Ասորեստանի անկման ժամանակաշրջանում։ Հայտնի է, որ Ասորեստանի դեմ դաշին կնքեցին 3 պետություններ՝ Մարաստանը, Բաբելոնը և նրանց միացավ հայկական նոր իշխանապետությունը, որը ձևավորվել էր Վանա լճի և Եփրատ գետի միջև գտնվող տարածքում
եւ որը առաջնորդում էր հայկազունների ավագ ճյուղի ներկայացուցիչ Պարույրը։ Հայոց պատմահայր Մովսես Խորենացու վկայությամբ Պարույրը մասնակցեց Նինվեի գրավմանը Քրիստոսից առաջ 612 թվականին եւ դրա դիմաց Մարաստանի արքան նրան թագադրեց։ Բաբելոնյան ժամանակագրություններում մանրամասն պատմվում է Ասորեստանի պատմության այդ վերջին ճակատագրական շրջանի մասին։ Նինվեի գրավումով Ասորեստանն անկում չապրեց։ 7 տարի շարունակ ասորեստանցիները պայքարում էին իրենց պետությունը փրկելու համար։ Նրանք կենտրոնացան Եփրատի վրա գտնվող Կարքեմիշ քաղաքում։ Կարքեմիշը շրջափակման մեջ վերցնելու եւ ոչնչացնելու նպատակով Քրիստոսից առաջ 609 թվականին դաշնակից ուժերը որոշեցին գրոհել երկու ուղությամբ։ Հարավից բաբելոնյան զորքերն են շարժվում Եփրատ գետի հոսանքով, իսկ մարական զորքերը մտնում են Հայաստան, որպեսզի Եփրատի վերին հոսանքի շրջանից դաշնակից հայկական զորքերի հետ միասին հյուսիսից գրոհեն դեպի Կարքեմիշ, երկու կողմից ակցանի մեջ վերցնելով այն։ Երբ որ մարական զորքերը 609 թվականին մտան Վանա լճի ավազան, արդեն Վանա լճի ավազանը գտնվում էր իրենց դաշնակցի իշխանության տակ։ Այսինքն նոր դինաստիայի, հայկազուն երվանդական դինաստիայի իշխանության տակ։ Պարույրն էր այդ պահին թագավորում, թե նրան արդեն հաջորդել էր նրա ժառանգը, մենք չգիտենք, բայց 609 թվականին արդեն Վանի թագավորների իշխանությունը չկա եւ տեղի է ունեցել իշխանափոխություն։ Դատելով հնագիտական փաստերից Վանի արքայատողմից իշխանության անցումը հաջորդ արքայատողմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների։ Հավանական է, որ այդ անցումը տեղի ունեցած լինի պալատական հեղաշրջման ճանապարհով։ Հոգու դրա ունենք բանահյուսական հետաքրքիր հիմնավորում։ Վանի տիրակալների բոլոր նշանավոր գործերը հայ ժողովրդի հիշողության մեջ միավորվել են մեկ հավաքական կերպարի մեջ, որը որքան էլ զարմանալի ու անսպասելի է, Շամիրամն է։ Օրինակ, Սարդուրի առաջինը կառուցում է Տուշպա Վան մայրաքաղաքը, մինչդեռ հայոց պատմահայր Մովսես Խորենացին այն վերագրում է Շամիրամին, Վանը կոչելով Շամիրամակերտ։ Մենուան կառուցում է 72 կիլոմետր երկարությամբ հսկայական ջրանցքը, թողնելով բազմաթիվ արձանագրություններ, որոնցում մշտապես նշում է Մենուայի ջրանցք է անունը սրա։ Ժողովուրդը, կարծես ի հեճուկս այդ արձանագրությունների, ջրանցքն անվանում է Շամիրամի ջուր կամ Շամիրամի առու։ Վանի ժայռին հսկայական արձանագրություններ են թողել մի կողմում Արգիշտի առաջինը, մյուս կողմում Սարդուրի երկրորդը։ Հայոց պատմահայր Մովսես Խորենացին սրանք ևս վերագրում է Շամիրամին։ Մովսես Խորենացին Շամիրամին է վերագրում նաև Հայաստանում կանգնեցված բոլոր սեպագիր արձանագրությունները, իսկ մենք գիտենք, որ սեպագիրը հայկական լեռնաշխարհում լայնորեն կիրառել են միայն Վանի թագավորության արքաները, այսինքն Վանի տիրակալների բոլոր նշանակալի գործերը ժողովրդական բանահյուսության մեջ միավորվում են Շամիրամի հավաքական կերպարում։ Դա ունի իր բացատրությունը։ Սակայն տվյալ դեպքում մեզ հետաքրքրող Վանի թագավորության անկման հարցի տեսանկյունից ուշագրավ է հետևյալ փաստը։ Հայկական ավանդազրույցների Շամիրամը ոչ թե աղավնի դարձավ եւ հեռացավ երկինք, ինչպես պատմվում է միջագետքյան եւ հունական ավանդազրույցներում, այլ հետապնդվելով սեփական որդու եւ զինվորների կողմից իր վախճանը գտավ Վանա լճի ափին քարանալով, այսինքն հայկական ավանդազրույցներում պահպանված հիշողությունը Շամիրամի վախճանի մասին նույնպես կարող է լինել պալատական հեղաշրջման մասին վկայություն։